Բարև ձեզ, շուտվանից ուղիղ եթեր չեմ անում, թեման շատ կարևոր է ու կխնդրեմ տարածեք ինչքան հնարավոր է այս տեսանյութը, շրջեմ էկրանը։ Ես հիմա գտնվում եմ Տիգրան Մեծ այգում, նոր վարչական շրջանի, նայեք սա հացենի ծառն է, ամբողջ հացենիները Երևանում վարակվել են, ոչ թե վարակվել են, այլ հացենիների վրա կան միջատներ, հատուկ բնորոշ հացենի ծառերին, որոնք ուտում են հացենու բոլոր տերևները։ Նայեք ինչպիսի տեսք պիտի ունենա հացենին, սա այն հացենին է, որին դեռևս չի հասել այդ միջատը, նայեք տերևները, որ չասեն էլի կարկուտից է եղել կամ չգիտեմ, սա հացենու տերևներն են, հենց այդ նույն այգում, նույն հատվածում, այս տեսքը պիտի ունենան, հացենին են ծառնա, որ ճիշտ լավ ճանաչեք, այս բաներով կճանաչեք, Երևանի կլիմային ամենահամահունչ, ամենալավ ծառերից մեկն է, որ Երևանում կարող է աճել, գոյատևել, նույնիսկ քիչ ջրելու կամ այսպես անմխիթար պայմաններում։ Հիմա նայեք, հացենիները ամբողջությամբ վարակված են։ Ժամանակին ամեն տարի այս այգում կատարում էր սրսկման միջոցառումներ։ Հատուկ, այսինքն եթե այս ծառը սրսկվեր, հիմա այս ծառը կունենար այս ծառերի նման տեսք։ Բայց քանի որ չի սրսկվել, քանի որ այդ մարդիկ զբաղված են սակուռա գովազդելով, մեր տեղական, հայկական, ասենց ասած, բնաշխարհին բնորոշ ծառերը այսպես ոչնչանում են գնալով։ Այս այգին, այս բանն էլ ասեմ, էլի երբեք այսքան sense խոտածածկ չի եղել, մի մետր է այնտեղ խոտածածկը հասնում։ Այս այգին միշտ նորմալ հնձվում էր, այս տարի ամենաանմխիթար վիճակն է այս այգու, որ կարող լիներ։ Նայեք, սա հացենիա, որը դեռ չեն կերել։ Բանը միջատները, սա նույն հացենին է, նույն ծառներ, նույն ձև ծաղկած, նույն ձև կանաչած։ Սա արդեն միջատները կերել են։ Հիմա երևի ստեղից կանցնեն ստեղ, այս մեկը կուտեն, նայեք, այս մեկն էլ են կերել ամբողջությամբ։ Դեռևս որոշ ծառեր հնարավոր է փրկել, եթե Երևանի քաղաքապետարանի կանաչապատում հիմնարկի, Արմեն Բեգոյանի ղեկավարած հիմնարկի աշխատակիցները շրջայցեր ու բանով մարքետոլոգներ վարձելով փոխարեն վարձեն աշխատացնեն, ճիշտ աշխատացնեն բանվորներին, ովքեր պիտի գան ու սրսկեն այս ծառերը, նայեք, մի հատիկ տերև չկա, սա ամբողջությամբ կանաչ ծառ է, նայեք, տակից եկողը դեռևս կանաչ, սրանք ամբողջությամբ կերած, ամբողջությամբ այդ միջատներն են կերել, միջատը կոչվում է Պիլիլշիկ Յասենյա, շնորհակալություն տիկին Կրիստինային այդ անունը հուշելու համար, այսինքն բանի հացենու սղոցող, տենց է կոչվում այդ միջատը, սա հացենու, նայեք, ոչ մի հատիկ տերև չեն թողել, իսկ այս ծառը պետք է ունենար այս տեսքը, խոտերը այնքան շատ են, որ միջև իմ բանը, միջև իմ պարանոց հասնում են, այս ծառի, այս նույն ճյուղը, այս մի հատն էլ կոտրեմ, որ հասկանաք, սա ծառի, մի ծառի ճյուղն է, որը դեռ միջատներ չեն եկել, սա մյուս նույն չափի ճյուղն է, նույն հաստությամբ, որը արդեն միջատները կերել են, նայեք, սա միջատները կերել են, սա դեռևս չեն կերել, այսա կանաչապատում հիմնարկի չաշխատելու արդյունքն է, նայեք հələ խոտի բարձրությունը այս այգում ուր է հասնում, սա Տիգրան Մեծ այգին է, երբևէ նոր-նորքում խնամված ամենալավ այգին էր, միշտ այստեղ կանաչապատման աշխատակից կար կցած, միշտ այս այգին մաքրվում էր նորմալ ու երբեք այսքան անմխիթար վիճակում այս այգին չէր եղել, իսկ հիմա նենց չի որ մի ծառ էլի, նայեք, էլի հացենի, էլի ամբողջությամբ տերև, հես են, նայեք, էլի ամբողջությամբ տերևները կերած, նորից խնդրեմ, ով միացել է, կիսվեք այս տեսանյութով, նշեք Երևանի քաղաքապետարանին, նշեք կանաչապատում հիմնարկին, ուղարկեք այս տեսանյութը իրանց, քանի որ դեռևս այս ծառերը հնարավոր է փրկել, նայեք, նույն հացենին է, դեռևս ամբողջությամբ կերված չի, մի մասը կերած է, մի քանի տերև, սա ամբողջությամբ արդեն կերել են, սա կերել են, ու այսենց հարյուրավոր ծառեր, այս ծառել հազիվ ուշքի գա այս տարի, ու այս ծառը այլևս այս տարի նորմալ, նայեք, սա հələ ամբողջությամբ չեն կերել, մի մասը կերած է, մի մասը դեռ վայելում են, նորից կրկնեմ, սա Երևանի քաղաքապետարանի կանաչապատում հիմնարկի չաշխատելու արդյունքն է, երբ որ ժամանակին գային այս ծառերը սրսկեին, հələ ամբողջությամբ ոչ մի հատիկ տերև այս ծառի վրա չի մնացել, իսկ պետք է լիներ այսպես, ամբողջ ծառը այսպես էր, բոլոր տերևները
կերել են, նայեք։ Ինչպես հիմնարկն է ուտում կանաչապատողի ռեպուտացիան, այտենց էլ այս միջատները ուտում են բոլոր կանաչ ծառերը։ Ես չգիտեմ ոնց կարելի է այս մարդկանց աշխատացնել, բայց նորից հիշեցնեմ, որ երբեք Տիգրան Մեծ այգին այսքան անմխիթար չի եղել։ Ես նույնիսկ հայտ եմ բացել մի քանի անգամ, որ եկեք եւ հնձեք, սա չէ, ախպեր ջան, այդ մարդիկ զբաղված են սակուրային խնամում ու ես ինչ են անում։ Այս եղածը հեչ նախկինների ծառերը թող սա ոչնչանան։ Էսա հենց այս հացենին դեմքն է կանաչապատում հիմնարկի։ Նորից խնդրեմ, եթե հնարավոր է ինչ-որ ձև տեղ հասցրեք, չգիտեմ, բողոքեք, պահանջեք, որովհետև այսպես չի կարելի։ Շնորհակալություն։